Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, այսօր Փաստինֆոյի հյուրը մեր ձևով ժողովրդական շարժման Գյումրու համակարգող Ռուբեն Մխիթարյանն է։ Բարև ձեզ, պարոն Մխիթարյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Մխիթարյան, Հայաստանի ներքաղաքական կյանքը կարծեք թե եռում է, իշխանությունները ուժգնացնում են, այսպես ասած, ռեպրեսիաները, եւ Նիկոլ Փաշինյանը նաեւ ֆեյք պատարակներով փորձում է նոր եկեղեցիներ գրավել։ Ինչ է տեղի ունենում ներքաղաքական կյանքում եւ իշխանությունները ինչի են փորձում հասնել։ Նա շնորհակալություն հրավերի համար։ Տեսեք, այն ինչ որ հիմա անում է օրվա իշխանությունը, թե ռեպրեսիաների տեսքով շատ ճիշտ նշեցիք եւ թե եկեղեցու հետ կապված, սա ուղղակի նրանց քայլերի շարունակությունն է ազգը պառակտելու, ազգային բոլոր տեսակի արժեքները վերացնելու մասով։ Մենք վերջի պատարագի որը տեսանք, թե ինչքան շատ ոստիկաններ կային, նախորդին չեմ ուզում անդրադառնալ, խոսքը Երևանի պատարագի մասին է, ու ինչքան տեղեկատվություններ առկա սոցցանցերում, թե ովքեր էին այնտեղ ներկա ու ում ընտանիքի անդամներն էին։ Այսինքն ինչ ստացվեց այդտեղ։ Պատարագին մասնակցությունը այդ կրթվել են Օրաձևեի կեղծա օրակարգի պես, որ սարքել են ցուցադրական, ձևական մի բան, ուզում են ցույց տան, որ ժողովուրդը, փաստացի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իշխանության կողքին է։ Սակայն նման ձև մարդկանց տեսանկյունից է չագերտավոր ասած լցոնումներ անելով, դա ցույց է տալիս, որ այդպես չէ։ Ասեմ ավելին, երբ որ երկրի վարչապետը ցանկանում էր իրենց լեզվով ասածա կրոհել վեհարանը, մենք հասկացանք, որ իր մտածածը չի ստացվում։ Այսինքն, եթե իրենք էլ հասկանային, որ դա հնարավոր է, X տարբերակով անել, նրանք վստահ եմ միանշանակ կգնային։ Դրա համար հասկացան, որ այդ տարբերակը չի աշխատում, հիմա փորձում են պառակտում մտցնել նաև եկեղեցականների մեջ ու արդեն այդ ճանապարհով ժողովրդին ցույց տան, որ տեսեք, մենք ճիշտ ենք, ունենք վատ եկեղեցականներ կամ վատ հոգևորականներ։ Ինչ վերաբերում է ռեպրեսիաներին, վերջին, վստահ եմ ճիշտ ասած, որ վերջին 10 կամ 20 տարում Հայաստանի Հանրապետությունում այս քանակի քաղբանտարկյալներ չեն եղել։ Այս քանակի խոսքի ազատությունը սահմանափակված չի եղել, նաև վերջի դեպքում պատարագի ժամանակ ընդամենը կաթողիկոսի անունը, երբ որ իրենք զեղչեցին, այնտեղ հավաքվածներից մի քանի հոգի մի քիչ բարձր կաթողիկոսի անունը վանկարկեցին ու դրանից հետո իրենց դուրս են հանում շատ պիշտ ուժով ու առնվազն իմ համար նաև ես էլ քանի որ փաստաբան եմ, իմ համար իրավական մասը այդտեղ հասկանալի չէր, թե ինչ հիմքով անձինց փաստացի ազատությունից զրկեցին կամ խոչընդոտեցին։ Ընդամենը մարդիկ եկել էին պատարագի մասնակցելու։ Դրա համար կարծում այն ինչ որ հիմա իրենք անում են, դա ընդամենը ցույց է տալիս, թե ինչքան են արդեն իրենք ինչ աստիճան են կախված իրենց աթոռից ու վստահ եմ իրենք ամեն ինչ անելու են ոչ ճիշտ, ոչ օրինական, ոչ իրավաչափ ճանապարհով, որպեսզի ամեն դեպքում մնան իրենց աթոռներին նստած։ Տեսեք, եպիսկոպոսատ ժողովից հետո որոշ բարձրաստիճան հոգևորականների պահվածքը հարցեր առաջացրեց եւ հանրության շրջանում եւ փորձագետների։ Հիմա հարց է առաջանում, ինչով է պայմանավորված հոգևորականների այս կեցվածքը իրավացիորեն եկեղեցու ներսում արդեն իսկ ճայքեր կան, թե պարզապես իշխանությունները կարողանում են սադրել, որովհետեւ ինչպես դուք էլ նշեցիք եւ շատ են կարծիքները, որ փորձում են արդեն եկեղեցի ներսից պառակտելու անջատել։ Ճիշտ ասած, խոսքը 13 չէ, եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների գրության մասին է, այնտեղ եթե ես չեմ սխալվում, մենք նաև հարցեր ունենք, կարծեմ մեկ թե երկու հոգի ոնց որ ստորագրությունը չկար, մեկը երկրում չէր։ Նույն ինչև է, ենթադրենք բոլոր 13-ը ստորագրել են, բայց այստեղ ամենակարևոր հարցը գիտեք ո՞րն է։ Մի մարդիկ են հիմա վարչապետի կողքին, ում մասին հենց նույն վարչապետը 1 տարի առաջ, 2 տարի առաջ, մի քանի ամիս առաջ շատ չասեմ դրական, շատ բացասական կեցվածք է ունեցել։ Իրեն մեզ բոլորիս հայտնի է Facebook-յան ոճով, ստատուսների ոճով կամ եթերում ասված հայտարարություններով։ Ու հիմա Նիկոլ Փաշինյանի ամենայն հարգանքով բոլորին, Նիկոլ Փաշինյանի կողքին են այնպիսի մարդիկ, ում որ հիմա մենք իրենք ավելի ճիշտ անուն էին տնում մի քանի ամիս առաջ ու շատ լուրջ չափ պիտակավորումներ էին անում, կախված ունեցվածքից, զենքերից, մեքենաներից, հայտնի մեքենայի մագնիշ, որ անդադար շրջան առվում է։ Ու այստեղ մենք ինչ ենք հասկանում, իշխանության համար իրականում կարևոր չի թե դու ով ես, ինչ անցյալ ունես ու ինչ ես արել։ Ունես լավ բաներ արած, ունես վատ բաներ արած, չգիտեմ,
ամբողջ եկեղեցական է, այդ եկեղեցու մասին ենք խոսում, ամբողջ կոնտացակարգերը պահած եկեղեցականս իրենց համար ընդամենը կարևոր է, որ դու իրենց կողքին լինես։ Այսինքն բոլոր արժեքները վերացրել են, բոլոր ընդդիմադիրներին փորձում են լրացնել, ուստի խոսքը իրականում ընդդիմության կամ ընդդիմադիր լինելու մասին չէ, բոլոր այն մարդիկ, ովքեր ճիշտ բան են խոսում, հիմա խնդիրներ ունեն։ Ու հետաքրքիրն է, որ այն նույն քայլերը, ինչ որ անում են, այսպես ասենք, ընդդիմության ներկայացուցիչները կամ մարդիկ, ովքեր բարձրաձայնում են խնդիրը, իրենք խնդիրներ են ունենում, ձերբակալվում են, կալանավորվում են, նույնիսկ դատվում են, իսկ հակառակ կողմից, ով որ իշխանական է ու իրենց թևից է խոսում դիմացինի մասին շատ ավելի վատ լեքսիկոնով, շատ ավելի լուրջ մեղադրանքներով, հայոյանքներով, իրենք որևէ խնդիր չեն ունենում։ Նույն հարցեր կան չէ Արգիշտի Քարամյանի մասով, ելի եմ կրկնում ամենայն հարգանքով իրենց բոլորի նկատմամբ։ Եթե այդտեղ են խոսում կուսակրոնության մասին, հիմա Արգիշտի Քարամյանի մասով լրագրողները հարցեր են տալիս, թե Ալեն Սիմոնյանը, թե Նիկոլ Փաշինյանը անդադար խուսանավում են այդ հարցերին չեն պատասխանում։ Հիմա մենք ունենք ենթադրյալ իրենց մոտ կասկած կամ կարծիք մեր մյուս հոգևորականների մասին, հա, նույնը իրենք չեն անում։ Այսինքն ինչ է ստացվում, մի դեպքում ենթադրյալ կուսակրոն լինելը նորմալ է, եթե իրենց կողմից չեն, մյուս դեպքում դա նորմալ չի։ Այդ իրական ռեպրեսիան է հենց, այսինքն իրենց քայլերը չեն տանում նրան, որ երկիրը զարգանա։ Իհարկե դա բարձ է վերջի 7-8 տարում, բայց հիմա էլ վերջի մնացած փորձում են որ միահամուռ մարմինը վերացնեն կամ պառակտեն։ Պարոն Մխիթարյան, իսկ ի վերջո եկեղեցու դեմ սկսված արշավը եկեղեցի պետություն խորքային ճգնաժամի հետևանք է, թե ամեն դեպքում հանրությանն են փորձում շեղել այլ գործընթացներից։ Ինչպես ես նշեցի, սա ընդամենը պետության քայքանման վերջին կետերից մեկն է, տեսեք, որովհետև իրականում օրինակ է, պետությունը ինչի հիման վրա է կանգուն, չէ՞, ընդհանուր առմամբ ասում են բանակ, ընտանիք, հայրենիք ու եկեղեցի, նաև ուսում դպրոցը։ Մենք հիմա ինչով ենք զբաղված, դե բանակը ցավոք սրտի մենք որ համարվում էինք աշտարացիորեն ամենահբարտ, հա, ու ամենաուժեղ բանակ ունեցողներից մեկը առնվազն տարածաշրջանում, նաև մարդունակ, որովհետև իրականում 20 թվականի պատերազմը ցույց տվեց, որ տղաները մինչև վերջ կռվել են, այսինքն խնդիրը տղաների մեջ էր, խնդիրը դեռ մեջքից մեզ հարվածողներն էին, բանակը կարելի ասել իջեցել են շատ ցածր մակարդակի։ Ընտանիքի մասով բոլոր տեսակի հնարավոր ու անհնար ճանապարհներով ընտանիքները քայքայում են, այդ եվրոպական անունը դրել են եվրոպական ստանդարտներ, բայց այդ ամեն ինչը մտցնում են մեր մոտ։ Չեմ ասում նման բարձր քանակի թմրամիջոցներ, տեղերը, նույնիսկ դպրոցներում հիմա այդ ամեն ինչ կա, այսինքն ոստիկանությունը զբաղված են ամենը Նիկոլ Փաշինյանի պատարակներին մասնակցելու, չգիտեմ, Գյումրու քաղաքապետի դեպքերով նաև տեսակ թե ինչ մեծ քանակի ոստիկաններ կային։ Մյուս խնդիրը նաև այդտեղ է։ Հաջորդ խնդիրը դպրոցներն են։ Դպրոց ախր մենք իրենք որ ասում են դպրոցաշինությամբ են զբաղվում, բայց իրենք դպրոցաշինությամբ չեն զբաղվում։ Իրենց զբաղմունքը դպրոցի համար նախատեսված շենքեր կառուցելն է, իսկ դրանք տարբեր բաներ են։ Դպրոցը մանկավարժներն են, դպրոցը փոխադարձ հարգանքն է աշակերտների ծնողների, ուսուցիչների նկատմամբ։ Այդ ամեն ինչը նույնպես հավասարեցել ենք 0-ի։ Ու վերջին կարևորագույն ճյուղը, ովքեր ինչ որ չափով մնացել են միահամուռ ու դեռևս պայքարում են օրվա իշխանությունների դեմ, դա եկեղեցին է։ Ու ես վստահ եմ ոչ թե պետություն եկեղեցի խնդիրն է այստեղ, այլ իշխանություն եկեղեցի խնդիրն է։ Էլի եմ կրկնում, եթե օրինակ չգիտեմ, հիմա Կջոյանը լինի, իրենց համար, այսպես ասենք, նախընտրելի տեխնազոն, նրանք վստահ եմ այդ ամեն ինչին, բոլոր խնդիրներին, այդ մեքենաներին, հարստություններին, ծոպ ու շվայտ կյանքին, վստահ եմ իրենք համաձայն կլինեն։ Ու դա խոսում են ամենը միայն անձերի պայքարի, այսինքն փորձում են վերջի պետական հիմնասիոններից մեկը, վերջի մնացած որտեղ ինչ որ հələ փորձում է պայքարել, դա էլ վերացնեն ու ամբողջովին արդեն մեր ազգը վերափոխվի։ Պարոն Մխիթարյան, տեսեք, օրերս հայ-ադրբեջանական բանակցություններ տեղի ունեցան սահմանազատման մասով, այսպես նշվում էր, որ պետք է սահմանազատումը հիմա իրականացվի հյուսիսից հարավ, բայց փորձագետներն էլ են ազանգում եւ դատելով նաեւ պաշտոնական հայտարարություններից, հենց իշխանությունների, կարծեք թե սահմանազատումը Սյունիքի մարզում է տեղի ունենալու։ Ի վերջո ինչ է կատարում սահմանին։ Շատ ճիշտ եք ասում, մեր իշխանության թևյան ներկայացուցիչները երկու բառ են սովորել՝ դեմարկացիա, դելիմիտացիա, ամբողջ օրը այդ թեզիսն են առաջ տանում, ինչի
Սյունիքից։ Ես վստահ եմ, քանի որ ինչպես Նիկոլ Փաշինյանն է նշում, իրենք սկսել են իրանց կերից բոլոր տեսակի բանակցությունները ու տեղեկատվությունը հնարավորինս փակ է, որովհետև մենք ցավոք սրտի ապրելով Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվություն ենք ստանում ադրբեջանական մամուլից, թե ինչ է կատարվում մեզ հետ, ինչ է սպասվում կամ ամեն առավոտյան արտանալուց իրենց լուրերը երևի ավելի շատ ենք նայում, որովհետև այնտեղ կարծես թե պատկերն ավելի իրական է։ Իմ անձնական կարծիքով խնդիրը թրիպի հետ է կապված։ Բոլորիս մեզ հայտնի այդ խաղաղության համաձայնագիրը, որ հիմա էլ սարքել են, թե տեսեք 18, թե չեմ սխալվում 18 ամիս, կարծեմ թե տարի 8 ամիս բանակում զոհեր չենք ունեցել, խաղաղությունը հենց սա է եւ այլն եւ այլն, բայց խաղաղությունը դրա մասին չի, խաղաղությունը հավասար պայմաններում են խաղաղություն կնքում։ Իսկ մեր դեպքում մենք միայն տալիս ենք ու այն մյուս կողմից ցանկացած տեսակի պահանջ բավարարվում է անդադար ի օգուտ Ադրբեջանի ու վնաս Հայաստանի։ Ես իրենց իշխանության ժամանակ որևիցե դեպք չեմ հիշում, որ մենք նմանատիպ բանակցություններում, նմանատիպ փուլերում կամ թեկուզ նաև խաղաղության հետ կապված ինչ-որ կետ ունենանք, որը մեզ ձեռնտու է։ Մենք ընդամենը չարչություն ենք անում ու իշխանական թևի միակ թեզիսը այն է, որ բանը, չգիտեմ, տեսեք, հացը մի քիչ կեժանանա, օրինակ, բայց արդյոք հայ ազգը մեկ նախ դրան է արժանի, ու արդյոք հայ ազգի ուզածը միայն այն է, որ օրինակ չեմ Թուրքիայից հակուստ բերելով 2000 դրամ խնայողություն կանենք։ Դրա տեղը մենք շատ ավելի կարևոր գործ ունենք անելու, երբ ունենանք ամուր սահմաններ, լավ կառավարող ուժ ու մարմին, մեր տնտեսությունը երբ որ հզորացավ, ունեցանք լավ տնտեսություն, այսինքն չմտածեց մի իշխանություն չմտածեց միայն աթոռը պահելու համար։ Լավ տնտեսություն ունենալ պարուգա, մենք չենք մտածի, որ շատ լավ կլինի, չգիտեմ, տաբատա 500 դրամ էժանով առնենք։ Մեծ շատ լավ խոսք կա, չէ՞ չեմ սխալվում, Ռոքֆելերն է ասել, որ ասում է մի վախեցեք փոքր եկամուտներ, մեծ ծախսերից, այլ վախեցեք փոքր եկամուտներից։ Հիմա մենք ընդամենը սակարկում ենք մեր արժանապատվությունը, մեր ինքնությունը, մեր հայ լինելը, ընդամենը նրան, որ ինչ-որ մի բաներ էժանանան։ Բայց դրա տեղը կարելի է մենք ուժեղ լինենք, որ իրենք կան մեզանից չասեմ խնդրեն մուրան, բայց իրենք չպարտադրեն մեզ խաղաղություն։ Ու այդ խաղաղության կինը մեր բոլորի մեր ապագան է ու կարծում եմ չեմ էլ հավատում իրականում, որ ով իշխանությունը կարող է հասնել այնպիսի խաղաղության, որը ձեռնտու լինի իրական հային, չեմ ասում իրենց, այլ իրական իմ ձեր նման մարդկանց։ Տեսեք, վերջին շրջանում անկլավների թեման է նաև օրակարգ եկել եւ քննարկվում է նաև Տիգրան հարցը, որ Տիգրան հանձնելու դեպքում Հայաստանը փաստացի երկու մասի է բաժանվելու։ Հարցը առաջանում, իշխանությունները այս ռիսկերը չեն հասկանում, թե միտումնավոր ոտնձգություն են կատարում տարածքային ամբողջականության եւ անվտանգության դեմ Հայաստանում։ Վերջին տարիների փորձը ցույց տվեց, որ ինչ արվում է, միտումնավոր է արվում։ Ես վստահ եմ, որ իրենք ամեն ինչ լավ հասկանում են։ Ես նաև վստահ եմ, որ այս ամեն ինչը երկար ժամանակ նախատեսված ծրագիր է։ Ինչքան էլ իրենք անուն են դնում, Քավլիցի ես այդ մասով խնդիր չեմ տեսում, այդ իրենց նշած նախկիններ կոչվածին, բայց իրենց արածը, չգիտեմ, ապազգային գործողություններ են, գործողությունների շղթա է։ Ու ես վստահ եմ իրականում Աստված սխալվեմ իհարկե, չեմ պատկերացնում մի դրվագ, մի պահ, որ օրվա իշխանությունը հասնի նրան կամ առավել ևս ցանկություն ունենա հասնելու նրան, որ թեկուզ Տիգրանաշենը լավ այդ հատվածը կամ ցանկացած տեսակ անկլավորներ պատմականորեն ստացվել է մերն է, հետ կա մեզ կամ մնա մեզ ավելի ճիշտ, որովհետև այն խոսույթը, որից որ ստանում ենք մենք Ադրբեջանի կողմից, սկսած նախագահից, վերջացած չգիտեմ պատգամավորներ եւ այլն, դա խոսում է նրան վասերում, ընդամենը մենք իրենց ուզածը տալիս ենք, բայց իրականում այն ինչն էլ որ մերն է հերիք չտա ենք տալիս, գումարած դրան նաեւ տալիս ենք այն, ինչ որ իրանցը չի։ Մի քիչ ճիշտ է ինքը պարադոքս է ստացվում ասածս, բայց ամեն դեպքում ունենք այն ինչ ունենք, որովհետև ես վերջի հաշվենք 2020 թվականից ես չեմ հիշում նմանատիպ դեպք, նմանատիպ բանակցություն, նմանատիպ գործողություն, որի օգուտ մեզ եղած լինի։ Պարոն Մխիթարյան, եւ հարց է առաջանում, այս ամենի ֆոնին ինչ է անում ընդդիմությունը, որն է պատճառը, որ ընդդիմությունը չի կարողանում իրական ուժ դառնալ հակակշռել իշխանությունների եւ վարքագծին իշխանությունների ճնշումները, գուցե միասնականության բացը, թե տարբեր ընդդիմադիր խմբերի ղեկավարների, այսպես ասած, ամբիցիաները։
Տեսեք, քանի որ մեր ձևով կուսակցություն չէ, երևս շարժում է, այստեղ ամենահետաքրքիրն այն է, որ մեզ արդեն հստակ դիտարկում են թե ընդդիմություն, թե նաև ընդդուպ կուսակցություն։ Սա խոսում է այն բանի մասին, որ շատ ճիշտ ուղու վրա ենք, շատ ճիշտ առաջնորդ ունենք, հայրենասեր առաջնորդ ունենք իդեմս Սամվել Կարապետյանի, ու իսկ ինչ վերաբերում է այս պահինը իրական գործող ընդդիմությանը իրավական նաև տեսքով, տեսեք, քանի որ այդ տեղեկատվությունը ես չունեմ իրենց մեջ ինչ է կատարվում, հա, թեկուզ մեր երկրորդ, երրորդի մասին է խոսքը, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, տեղեկատվություն ունենք միայն լուրերով ստացված տեղեկատվությունը, բայց դա էլ է, եթե անձնական ամբիցիաներ կա, իմ անձնական կարծիքով դա էլ է սխալ, որովհետև երբ որ հայրենիք ես կորցնում, երբ որ իրականում դառնում ես այլ պետության բառի բուն իմաստով ստրուկ, այդտեղ ինչ էլ լինի, ինչ տեսակի անձնական ամբիցիաներ լինի, վիրավորվածություն լինի, խնդիրներ լինի, իմ կարծիքով պետք է դա տնես կողքի, մտածես հայրենիքը փրկելու մասին, այնուհետև դրանից հետո արդեն կարող են իրենց հարցերը իրեն այլ եղանակով լուծել, որը դե իհարկե իմ այսպես ասած այդ մասով կարծիք հայտնելու տեղը չի։ Բայց ես հույս ունեմ, որ եթե իրենք էլ չհամախմբեն կամ չգիտեմ այլ մարդիկ, հայ ազգը թեկուզ 2026 թվականի հունիսին, հա, կկատարի ճիշտ ընտրությունը ու վերջիվերջո կսկսվի Հայաստանի զարգացման պահը, այլ ոչ թե անդադար անդունդը գլորվելը։ Պարոն Մխիթարյան, իսկ այս դեպքում մեր ձևով շարժումը կուսակցության վերածվելու մտադրություն ունի, թե չէ, առհասարակ ինչ քաղաքական այսպես օրակարգեր են ձեր առջև դրված հիմա։ Տեսեք, քանի որ կուսակցությունը դերևս այս պահին չկա, միանշանակ լինելու է, քանի որ դերևս այս պահին չկա, չեմ ցանկանում այդ մասով բարձրացնել նաև կապված օրակարգի հետ, որովհետև այս պահին մենք զբաղված ենք շարժման գործողություններով, շարժման ընթരാճ նաև ամանորյա մի շարք ծրագրեր ունենք, ամեն ինչ անում ենք քաղաքացիների կյանքը բարելավելու համար, խնդիրներ ենք վերհանում ու անում ենք ամեն ինչ, որ օր առաջ Հայաստանի Հանրապետության քաղաքացին լավ ապրի, աղքատությունը եթե նույնիսկ չվերանա, բոլորս էլ հասկանում ենք դա բավականին բարդ process է, առնվազն տոկոս իջնի աղքատ բնակչության, որովհետև մենք թվերը որ նայում ենք ու խոսում ենք պաշտոնական տվյալների մասին, այսինքն մեր ենթադրյալ տվյալները չեն, պաշտոնական տվյալներով թե քանի տոկոսն է աղքատ, քանի տոկոսն է, չգիտեմ, գործազուրկ, մենք ուզում ենք հասնել հիմա դրան, որ թեկուզ նույնիսկ իրենց համար է դա պրիմիտիվ բանվում, բայց գործարաններ կառուցելով, աշխատատեղեր ստեղծելով մենք նաև արտագաղթի դեմն ենք առնում, որովհետև իրականում, հա, մենք մեր նույնիսկ հարևաններին, հա, անձեն աչքով էլ տեսնում ենք, թե ինչքան շատ մարդ երկրից հեռանում է ու նույն են մեխանիզմը, որ իրենք լավ չեն ապրում, իրենք անհանգիստ են, հնարավորություն չունեն նույնիսկ չեմ կոմունալները վճարելու, որը բավականին այսօրվա դրությամբ լուրջ հարց է։ Ճիշտ է, մեզ փորձում են հրամցնել, որ Հայաստանի Հանրապետությունում շատ փող կա, բայց միգուցե շատ փող կա ինչ-որ հատուկ մարդկանց մոտ, ոչ թե ժողովրդի մոտ, որովհետև եթե իրենք ամբերից իջնեն ներքև, այսինքն փորձեն քաղաքներով շրջել, գյուղերով շրջել, չեմ ասում էլ հեռավոր գյուղերի մասին։ Եթե իրենք Երևանի կենտրոնում են միայն սրճարանները, ռեստորանները, շատ լավ, ենթադրում եմ այդտեղ հավաքվում են փոքր ավել գումար ունեցող, փող ունեցող մարդիկ, բայց մենք բավականին լուրջ խնդիրներ ունենք ու գումարի պակաս չափից ավել կա։ Պարոն Մխիթարյան, մեր ձևով նաև հանդիպումներ է ունենում տարբեր քաղաքական շրջանակների հետ, անդամների հետ, իսկ այս դեպքում օրինակ նախատեսվում է միավորվել կամ դաշինքներ կազմել նոր ձևավորվող կամ գուցե արդեն արկա քաղաքական ուժերի հետ։ Մեր հանդիպումները, տեսեք, մեր թիմերն ինչպես են ձևավորվում, խելացի, իրական ինքնակենսագրություն ունեցող երիտասարդների հետ, նաև փորձառուների հետ։ Ինչի ենք մենք մեզ համարում նաև այդ ժողովրդի հասած այդ ոչ նախկին ոչ ներկա, այլ երրորդ լրիվ ուրիշ ուժը։ Մենք նման պահին, այս պահին կներեք, այս պահին չունենք որևէ հանդիպում, հա, այլ քաղաքական ուժերի հետ, քանի որ մենք աշխատում ենք ամբողջովին նոր թիմով, որովհետեւ խնդիր
խնդիրներ չունեցող, խնդիրներ չունեցող, չգիտեմ, խնդիրներ չունեցող, ոչ վատ կեսակցություն ունեցող անձանց հետ, դրա համար ես ավելի շատ նման որոշումներ չունենք, բայց ես ավելի շատ վստահ եմ, որ համագործակցությունը առնվազն այս պահին ու մոտակա ժամանակները միանշանակ բացառված է։ Շատ լավ, եւ վերջում պարոն Մխիթարյան, տեսեք, եւ մամուլում եւ հասարակական այսպես շրջանակներում քննարկվում է, որ օրինակ ընդդիմությունը կամ ընդդիմադիր քաղաքական գործիչները կոնկրետ առաջարկներ չունեն, որը կհակակշռի իշխանություններին։ Իշխանություններն էլ վերջին շրջանում անընդհատ խոսում են խաղաղությունից, բերել են խաղաղություն եւ այլն եւ այլն։ Հիմա ձեր դիտարկմամբ օրինակ ինչ կոնկրետ գործնական քայլեր եւ առաջարկներ կարող է ներկայացվել հանրությանը թեկուզ ընտրությունների ժամանակ, որպես այլընտրանք իշխանություններին եւ իրենց ճակերտավոր խաղաղությանը։ Տեսեք, այստեղ ամենակարևոր հարցը նաեւ եթե փորձեմ հակառակ պատասխանել, իսկ ինչ են առաջարկում իշխանությունները։ Սկզբում Ղարաբաղը տանք, իրենց հետ ասած, Արցախը տանք, հանգիստ ապրենք, էս անենք, հանգիստ ապրենք, բայց փորձը ցույց տվեց ու նաև վերջին տարիները, որ այն ինչ որ իրենք ասել են ու իրենք որ արել են ու նաև այսպես ասած մատուցել են ժողովրդին, դրա միշտ հակառակն է լինում։ Մեր խնդիրները չվերացան, այսպես ասած, մոտ 150,000 մարդ, չեմ էլ ասում մեր հայկական հին ու լավագույն վայրերից մեկը, մեր պատմական հողերը, տալով մեր խնդիրները այդտեղ չվերացան։ Մենք միևնույն է չունեցանք խաղաղություն։ Մենք մինչև այսօր խնդիրներ ունենք, ու եթե իրենց միակ խնդիրը այն եղել, որ բանակում տարի ու կեսել չունենք զինվոր մահացած, դա հրաշալի է, բան չունեմ ասելու դրա մասով, բայց նաև մենք ունենք մինչև էդ քանի հազար զոհված տղա, քանի սերունդ, որ այլևս երեխա չի ունենալու, ընտանիքները, քանի ընտանիք փաստացի նույնիսկ Հայաստանից են գնացել, այսինքն այդ իրանց թեզերը այլևս չի գործում, իրենք հայրենիքը տարել են կործանման, տանում են ու վստահ եմ, եթե եւս մեկ հնարավորություն իրենք ունենալ մոդագա Աստվածչանի վստահ եմ այդպես չի լինելու, մոդագա 5 տարիներին էլ եթե իրենք լինեն, ես վստահ եմ, որ Սևանն են կիսվելու, ինչպես իրենք են ասում, հա Քյոչա, եթե չեմ սխալվում, ու մնացած մեր հատվածները Տավուշի մարզով են խնդիր ունենալու, որովհետև տեսեք, ինչքան էլ իրենք ասեն խաղաղություն, ու իրանք ինչքան էլ ասեն, որ Ադրբեջանը մեր բարեկամն է, կամ առնվազն թշնամի չէ, չնայած իրենք արդեն միայն ու միայն բարեկամ են դիտարկում, այն մյուս կողմից մենք պետական մագարտակով որևէ դրական ազդակ չենք տեսնում։ Ես ընդունում եմ, որ նորմալ չի նմանատիպ սահմանափակված պայմաններում ապրելը, պետությունը պետք է բարեկամություն ունենա կողքին, բայց այդ ամեն ինչը պետք է լինի հավասար պայմաններում, հպարտ կանգնած կեցվածքով, ոչ թե գնանք այդ ուզվորի այդ մեխանիզմով կանգնենք, տենց ինչ-որ կռացած ու փորձենք ինչ-որ բաներ անել կամ ինչ-որ խաղաղություն պոկել։ Խաղաղություն նման կերպ չի լինելու։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Այսօր իմ հյուրը մեր ձևով ժողովրդական շարժման Գյումրու համակարգող Ռուբեն Մխիթարյանն էր։ Փաստինֆոյի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Համախմբենք եւ փրկենք հայրենիքը ներքին ու արտաքին թշնամուց։ Մինչ նոր հանդիպում։